այս ամսվա սկիզբը այն ինչ որ իրականացավ մայր հայրենիքներս եւ մենք ականատես եղանք իսկապես ուրախալի երևույթ է, որովհետեւ սա բազմամագարտակ, բազմագողմանի իր բոլոր նախադրյալներով պատմական իրաքորձումն է, երբ Եվրոմիությունը եւ հայկական pedagogiությունը իրականացուցին վեհաժողով եւ մենք ականատես եղանք այն շքեղ դողանցքին աշխարհակաղակական առումով եւ կարևոր պետություններու ներկայացուցիչներ իրենց զորակցությունը հայտնեցին հայկական pedagogiության եւ առաջադրեցին հերանգարային, առավել հերանգարային պետություն դառնալու այն փաստը եւ իրոք պետք է ասել, որ ուրախալի է եւ այս արդիվ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարությունը եւ այս կազմակերպության այս աննախընթաց առաջադրանքով կյանքի գոչված կազմակերպության զորագիցները, աչագիցները, ամերիկացիք եւ որոնց հերթին ամերիկահայեր իրենց բարեմաղթանքները հայտնեցին, որովհետեւ ինչպես որ գիտեք, ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը այն միակ ամերիկյան, համաամերիկյան կազմակերպությունն է, որ ակտիվ սկսած է հետապնդել 2020 թվականի 44 օրյա ամիջապես ետքը Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջև ռազմական, քաղաքական, տնտեսական եւ ժողովրդավարական մագարտակի առումով աննախընթաց դաշինքի զարգացում, որը նախապես գոյություն չուներ եւ մենք ականատես եղանք դժբախտաբար 2020 թվականի 44 օրյայի ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեցավ միջազգային իզոլացիա, այսինքն մեգուսացման մեջ եւ եղավ այնինչ որ իրականացավ դժբախտաբար եւ մենք գործունեությունք ոչ միայն Արցախը, այլ նաեւ այն երազանքը, որ վերջապես հայկական pedagogiությունը իր ասկահավաքի եւ հողահավաքի առաջադրանքի մեջը իր երազը չարթոփուշուր եղավ, որովհետեւ մենք գիտենք ինչ կատարվեցավ, որովհետև պատմական դաշնագից Ռուսաստանը, այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը իր սև գործը հրավ մեղսակցությամբ եւ թավաճանական մասնակցությամբ մեր ներքին ռսաստրուկներուն։ Բայց հիմա մենք եկեք ընթառաջնայինք իրական Հայաստանի հերանգարային, առավել հերանգարային դառնալու համար մենք խորապես կհավատանք, որ Եվրոմիություն Հայաստան այս վեհաժողովին եւ համախմբումին արդիվ մենք խորապես կհավատանք, որ նախաշեմին ենք 10 ամենակարևոր ձեռքբերումներու եւ հերանգարային առաջադրանքներու։ Առաջին երեքշաբթի օրվա երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Եմեն ստորագրեցին գաբակցվածության գործընկերություն, տնտեսական գաբերը ամրապնդելու եւ անվտանգության ոլորտեն ներս համագործակցությունը խորացնելու համար։ Համար 2 Թիվ 2 Հայաստան առավել անշրջելի դարձուց իր ձնյալ իրավունքի գործադրումը որպես ինքնիշխան պետություն առավել բազմագոմանի դարձնելով իր արտաքին տնտեսական, քաղաքական եւ ռազմական դաշինքները։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհին փաստեց, որ ան կարող է կարողականություն ունի միանշանակ ռուսական աստիճան ձիրեն դուրս գալ։ Պաշտոնական Երևանը աշխարհակաղակական 4-րդը։ Պաշտոնական Երևանը աշխարհակաղակական հզոր գործընթացներու գետրոնին հայտնված է որպես աստեցիկ թերակատար
քաղաքականության մեջ շատ իմաստուն խոսք մը գա, երբ խաղընկեր չես դառնար, գդառնաս խաղալիք։ 5-րդը Հայաստան ամրապնդեց իր թիրքերը որպես ուժեղ գամուրջ արևելքի եւ արևմուտքի, հյուսիսի եւ հարավի միջև ճանապարհը հարթելով թրիփի այդ միջազգային համագործակցության եւ խաղաղության եւ փառքավաճման գամուրջի կորզաթրման ճանապարհը։ Հայաստան հիմնակարը դրավ 6-րդ Հայաստան հիմնակարը դրավ հաջորդ տասնամյակին դառնալու մշտական անդամ աշխարհի ամենաառաջադար տնտեսություններու եւ ռազմարդյունաբերության պետություններու ակումբին։ 7-րդ Հայաստան նաեւ զարգ տվավ իր ազգաբնակչության աննախընթաց արագընթաց զարգացման առաջադրանքին, երբ քալիք տարիներուն յուրաքանչյուրս մասնագից կլանք 7, 10, 12, 15 միլիոն ազգաբնակչությամբ օժտված հայկական պետականության կառուցման։ 8-րդ Եվրոմիություն եւ Հայաստանի Հանրապետություն քաղաքաժողովը նաեւ գամրաբնթե հայկական պետականության թիրքավորումը որպես օրենքի քերագայության երկիր։ 9-րդ Քանի որ հայերը պատմության ընթացքին բազմիցս փաստած են, որ իրենք ընդունակ են եւ ցերներեց են բազմապետական համախմբումի կամ ակումբի մեջ կամ շրջանակներու մեջ քերազանցելու իրենց տնտեսապես եւ ասենք կորձ արդյունաբերության առումով անգամ եւս մենք նախաշեմին ենք եւ հայկական կորձոնը առավել կարևոր եւ առավել արդյունաբեր գամուրջ կդառնա եւ այդ հերանգարը գիրականացվի ասկ բանակ ամրոց պետություն հասկացողությամբ եւ դարաշրջանի այն պետությունները, որոնք իրականության մեջ չեն ցանկանար հայկական պետականության հզորացումը, ապա ուրեմն պետք է նաեւ ասկ բանակ ամրոց պետություն, ինչպես որ անգլերեն գսեն garrison state հասկացողությամբ առաջնորդվի։ Եվ վերջապես 10-րդը վերև նշված 9 գեդերը ճանապարհը կհարթեն աննախընթաց որակական եւ քանակական հայրենադարձության մշտական դարձնելով ներհոսքի թրական հարաբերակցությունը ընդեմ արդահոսքի, երբ մշտապես ավելի մեծ թիվով մարդիկ գժամանեն եւ գայք կհաստատեն հայկական պետականությունեն ներս։ Ուրեմն մենք պիտի առաջնորդվենք այն դեսլականով, թե մենք ինչպիսի Հայաստան կգնկալենք 2040 թվին, 2050 թվին։ Ուրեմն այդ բոլորը գաղում ունի մեր դնային դքնաչան աշխատանքեն։ Եվ անշուշտ մենք պետք է միշտ ըսկոնը լանք եւ ուշադիր լանք, որ մեր ներքին դզրուկները եւ ներքաղաքական եւ լրատվական եւ հոգեվոր դաշտերներս սաբոտաժի չկարողանան ենթարկել այս գեղեցիկ առաջադրանքը։ Մենք ունենք մշտական բարդականություն, դնային բարդականություն, ցերպազատվելու եւ մեգընտմիս բաղմության աղբանոցին հանձնելու այս հին ռեժիմական եւ հոկտեմբեր 27-1999-ի հեղինակի երևույթ ունեցող այս ներքին թավաճանական գլանի վերացման օրենքով անշուշտ, ոչ թե ֆիզիկապես, ոչ թե լիկվիդացիայի առումով, օրենքով պատասխանատվության ենթարկելով եւ միևնույն ժամանակ այդ կկարողանանք իրականացնել, երբ մենք աչալուրջ կերպով բացահայտումները կշարունակենք։ Ուրեմն այս արդիվ իմ զրուցակիցին Վարոն Մխիթարյանին բիդսեի
պիտի առաջարկեի բարոն Մխիթարյան, որ դուք ծեր խոսքը ասեիք այս արդիվ, ինչպիսի ճանապարհային քարտեզ կտեսնեք, որովհետեւ մեր ժողովուրդը եւ հայկական պետականությունը իրոք ցերբազատվի այս ներքին դժրուկներեն։ Այդ 10 գետերը, որ նշեցիք, ես կգարձեմ, որ թե մեզ, թե հասարակությունը կխանդավառե եւ գագնգալենք, որ այդ բոլորը ժամանակի ընթացքին իրակորձվին, որովհետեւ հայրենիքը պետք ունի ինքզինք ամուր հիմերու վրա հաստատելու, որովհետեւ վերջին գետին գուքամ, որ հայրենիքը նոր զարթոնք ապրի, մանավանդ նոր ներխուժումով, ասպյուրքը ոչ միայն իր ուժականությամբ պիտի երթա Հայաստանը ծաղկեցնելու, այլ նաև պետք է քաչալերվին փոխադրվելու թեպի հայրենիք, որովհետև 30 տարվա ընթացքին բոլոր դալ գիտեք, որ որքան հսկա զանգվածը հերացավ հայրենիքեն։ Հետևաբար հայրենիքը պետք է այնպես մծաղի, որ հայությունը անխդիր, մենք ալ մեջը լալով քաչալերվինք փոխադրվելու հայրենիք մեր բաժինը բերելու Հայաստանի զարգացման։ Իսկ ինչպիսի քայլեր պետք է ցերնարգե հայ ժողովուրդը, որ ներքին այս ռսաստրուկ թավաճանական հին քողապետականները ամեն կերպ ազատեն եւ գրոնական թաշտը, եւ ներքաղաքական թաշտը, եւ լրատվական թաշտը, որովհետեւ մենք ունենանք առողջ հասարակություն։ Առողջ հասարակությունը գուքա խոր գիտակցություն են։ Մեր ինքնության բահբանման խոր գիտակցությունը պետք է ունենանք, որու մեջ իրարու հանդեպ սերը մեծ թեր պիտի կատարի այս բարակային։ Եթե չենք կրնար իրար մտի դնել, հակառակ մեր դարակարծություններում եւ ադելությունն է, որ բարձրապես մեր մեջ գաչի եւ կփոթորգի, հայրենիքը քայլ մարած չգնար երթալ։ Գլխավոր պայմանները մեկը սերն է։ Սեր պետք է ունենանք իրարու հանդեպ թեկուզ դարակարծի կլանք, որովհետև մեր բոլորին ալ քեր նպատակը նույնն է։ Հայրենիքը ծաղկեցնել մեր քալիք սերունդին համար։ Բարոն Մխիթարյան, Եվրոմիություն Հայաստան խորհրդաժողովի արդիվ մենք նաև ականատես եղանք այն երևույթին, որ ընդհանրապես եթե հայաստանյաց առաքելական եկեղեցին նորմալ հոգևոր ղեկավարության ապահով ցերկերու մեջ լար, մենք պիտի ականատեսը լայենք եվրոպական զանազան պետություններու քրիստոնյա ղեկավարներու այցելության մայրաթոր, որ բոլորիս բարձանքն է։ Ինչու կգարձեք այդպիսի բան չիրականացավ։ Այնպիսի սավոտ գետմին է ադիկա Վարուն Չապարյան, որ կարելի է օրեր խոսիլ այդ մասին, բայց հագիստ կերպով ներկայացնեմ հետևյալը։ Ճիշտ է, որ անցյալին քրիստոնյա պետության ղեկավարներ երբ այցելած են, թեև փոքր թիվով այցելած են Մայր Աթոր, այսօր այդ հմայքը, որ ուներ Մայր Աթորը, չունի այսօր։ Մեր եկեղեցու ղեկավարությունը ցևոմը նսեմացուց հայ եկեղեցու արժանապատվությունը հաչս օդարներուն նմանավան քրիստոնյա պետություններուն։ Հետևաբար երբեք զարմանք չէ, որ ներկայիս այս քակատնաժողովին մասնակցող քրիստոնյա պետություններու ղեկավարներ ցանկություն չհայտնեցին այցելել Մայր Աթոր։ Ամերիկացիները շատ հետաքրքրական խոսք ունին գսեն։ You earn respect։ Այս բարակային այդ respect հարկանքը Մայր Աթորը գործունեացած է։ Եվ որ Մայր Աթոր գակնարկենք չենք խոսիր շենքի մասին, այլ կխոսենք հոգևոր վերին մարմնի մասին, որոնք արադավորեցին եկեղեցու բադիվը
եւ այսօր այդ բոլորը պատճառ դարձան, որ քրիստոնյա ղեկավարներ, որոնք այցելեցին եւ մեզի բադիվ ընձայեցին այցելելով հայրենիք, չայցելեցին Մայր Աթոր, որովհետեւ մեր ղեկավար եկեղեցականները ցավի սիրտ չընձայեցին այդ քեղեցիկ բատկերը օդարներուն եւ արիգա պատճառ եղավ, որ այս ղեկավարներ չայցելեն Մայր Աթոր։ Մենք զմեզ մեղադրենք եւ ոչ ուրիշները։ Բարոն Մխիթարյանը շատ դիպուկ կերպով ներկայացուց իրողությունը, ես սա բային պիտի փապակեի նշել, որ որոշ ժամանակ առաջ եւ Քարեքիմբը Գդրիչ Ներսեսյանը Գերմանիա գփապակեր այցելել եւ նախաբես ըստ այդ դեղեցություններուն գփապակեր նաեւ հանդիպիլ Chancellor Angela Merkel-ին իր անցյալը նկատի ունենալով մերժումը ստացավ, իսկ վերջերս որոշ ժամանակ առաջ երբ գերմանացի փաստիժան պաշտոնադարներ Հայաստան այցելած էին, ինչքան գիշեմ Քարեքիմբը Գդրիչ Ներսեսյանը մարդ կորձուղած էր, որովհետեւ նրանք հրավիրվեին Մայր Աթոր եւս մեկ անգամ մերժումը ստացավ։ Ինչու այս հայտարարությունը սիրելիներ, որովհետեւ Քարեքիմբը Գդրիչ Ներսեսյանը եւ իր արփանյակները գլանագից կորձընկերները եւ որոնց հերթին օրինակի համար Մոսկվայի եզրասը, որ անընդհատ գաղութ է Գարոն Ներսեսյանի միջայլոց, անընդհատ գաղութ է ռուսական դաշնության փարորության համար, բայց ամեն երբ կբայքարի, որ հայկական պետականությունը ռուսական զայրաքավարի վերածվի գուբերնիա, ինչպես որ գսեն ռուսերեն, եւ իրենց արևմտյան Ամերիկայի ամիջական գծորդը Հովնան Դերդերյանը իր հերթին նույնպես եթե գիշեք 2015 թվականին երբ Ռսաստրուկ ինքնագոչ Ռուսաստանի հայության ուրեմն կոնգրեսի նախա նշած, որ ընդամենը մի քանի դասնյակ իրեն ստրուկ ցարծած հայերով ասենք օժտված է կամ շարքերը համալրված են, ինքը Ռուսաստանի հայոց ղեկավար ասենք հրճակած Արա Աբրամյանը երբ Լոս Անջելես եկած էր, աներեսաբար եկեղեցական գարկ ու կանոնը խախտելով Հայաստանյաց Արաքելական եկեղեցվո Հովնան arczepiskopos Դերդերյանը սկսավ ագիտացիա անել, այսինքն campaigning, propagand անել հոգուտ Արա Աբրամյանի Հայաստանի Հանրապետության նախագահության տեխնազության եւ մենք հետաքային նաեւ հիմա այսօրերուն ագանադես կլանք իր մյուս գլանագից Քարեքիմբը Գդրիչ Ներսեսյանի այն մոլեկին քաղաքական ագիտացիային հոգուտ Սամո, Դաշիր Սամոին, Սամվել Գարաբեդյանի Հայաստանի վարչապետ դառնալուն եւ սա արդեն ուղագի վերստին եւս մեկ անգամ կփաստարկե այն եղելությունը, որ Քարեքիմբը Գդրիչ Ներսեսյանը, Գարո Ներսեսյանը, Եզրասը եւ Հովնան Դերդերյանը երեքնալ ակտիվ երբով քաղաքականության դաշտ մտածեն իրենց կրոնական վեղարներու սքեմի ներքև թաքնված։ Ուրեմն այս է եղելությունը, ինչ կսեիք բարոն Մխիթարյան այս մասին։ Բարոն Չապարյան, այսօր ծեր մադը դժբախտաբար մեր վերքերուն վրա գտնեք, դխուր է պատկերը հայ եկեղեցու, չի գրնար մայր եկեղեցին խտրություն տնել իր որդիներու մեջ։ Կարևոր չեն իշխանությունները, կարևոր չեն գողմերը։ Եկեղեցին միան գրնա սեր կարոզել, չգրնար ասել այս որդիս կամ այդ որդին։ Բոլորն ալ եկեղեցու հավասար զավակներ են, որում մեջ թերացած է մեր եկեղեցին, գակնարգենք վերին խավին։ Դժբախտաբար
Այսօր եկեղեցին անտունտի եզրին է, որովհետև չունենք հոգևոր խոր համոզումներով եկեղեցվո սպասավորներ։ Այդ սպասավորներու բացակայությունն է, որ այսօրերուն հասցուց մեզի։ Եվ երբեք չմեղադրենք, թեև մենք ալ հաջող կխոսենք աղանդավորներու մասին, սելով որ հայ եկեղեցվո փարախեն գերանան։ Այո գերանան, որովհետև մեր փարսաստիճան եկեղեցականները թերացած են իրենց բարդականության մեջ։ Մենք ուխտած ենք ծառայել ժողովրդին անսագարկ եւ այդ ուխտին պետք է հավատարիմ մնանք։ Այդ ուխտին մեկ բաժինն է նաեւ մեր pedagogiությունը։ Իշխանություններ գուքան գերտան, բայց պետությունը կմնա, եթե մեր փարսաստիճան եկեղեցականները մտահոգ են, գակնարկեն նաև մեր բոլոր նվիրապետական աթոռներուն, եթե մտահոգ են մեր հայրենիքով, պետք է միայն սեր քարոզեն, սեր եւ եղբայրություն, անոր բացակայությունն է, որ մեզ այս օրերուն հասցուց։ Հետևաբար մենք իրավունք չունենք դեսնելու մեր եկեղեցին այս թշպախտ վիճակի մեջ, որովհետև եկեղեցին մեր ինքնության ամրոցն է։ Եթե եկեղեցվո վիճակը թշպախտ է, մենք ալ թշպախտ ենք, սիրելիներ։ Ադորամար համասկային աշխատանք պետք է տանենք այս կատուտերեն դուրս ելելու եւ փրկելու մայր եկեղեցին։ Շնորհակալություն բարոն Մխիթարյան։ Ըստ երևույթին մենք գործ ունենք շատ վտանգավոր մարդկանց հետ, որոնք ռևանշիզմ իշխանությունը վերստին բռնազավթելու համար ընդունակ են ամեն ինչի։ Անոր համար մենք մեր բարդականությունը գնենք, որբեսի Հայաստանի Հանրապետության իրավաբահ մարմինները աչալուր չլան եւ հատկապես հունիսի 7-ի նախորդին եւ անգեց յետքը հատկապես առավել եւս ուշադիր լան, որ եւս մեկ անգամ հոկտեմբեր 27-1999 չգրտնվի, որովհետեւ մենք գործ ունենք այնպիսի դզրուկներու հետ, որոնք ընդունակ են ամեն ինչի, ինչպես որ սիկիչ առաջ։ Եվ չմոռնանք, որ Քարեքին Բգդրիչ Ներսեսյանը այն օրը, երբ Սպարաբեդ Վասկեն Սարգսյանը եւ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ իրենց հետ pedagogan բարձր պաշտոնադարներ գլխատվեցան, իրենց կյանքը գործունեցին, նույն այդ օրը Քարեքին Բգդրիչ Ներսեսյանը, որ արդեն հսկա ժխտական համբավ ստեղծած էր եւ գիշեք արևելյան այն ժամանակվա արևելյան Գերմանիային վդարված էր եւ երբ բացահայտվեցավ իր ռուսական սովետական KGB շպիոն spy, այսինքն լրտես ըլլալու հանգամանքը եւ գիշեք այն ժամանակը, երբ Քարեքին Բգդրիչ Ներսեսյանը գերմանական թերթերու մեջ են սերային ծառայություն փնտրող դարեց գիներու կովասներուն կպատասխաներ եւ մարմնավաճառություն ալ գներ եւ անշուշտ գիտեք ինչպես քախնի գերբով սովետական ռուսական KGB-ն իրեն չագերդյալ ազատեցին եւ վերստին Մոսկվա բերին եւ նույն այս անձնավորությունները այսօր իր գլանագիցներու հետ, որոնք նույնպես KGB-ի կողմէ ասենք հովանավորված եղած են, գղեկավարեն Հայաստանից Արաքելական եկեղեցին, ինչ որ անհավատալի երևույթ մնե, բայց բարեփոխտաբար 2015 թվին Armenian Church Reform հայ եկեղեցու բարեկարգման կազմակերպությունը կյանքի կոչվեցավ Ամերիկայի մեջ եւ վերջապես Հայաստանի մեջ
նույն դիպի շարժումը սկսավ 2018 թվին նոր Հայաստան նոր Հայրապետ շարժումը եւ որուն հաջորդեց վերջերս իրական նվիրյալ հոգեվորականներ թվականակը թիվը 10 հոգի պիտի չսեմ, որովհետև այդ 10-ի մեջ դժբախտաբար գային առնվազն 1 կամ 2 թավաջաններ, որոնք գեղձ նվիրյալներ են հայ ԵՍՈ բարեկարգման շարժումին եւ անոնց մեկը ինչպես որ հստակ մեջտեղ ելավ Հովնան arczepiskopos Տերտերյանն է, որ 2 թելի վրա բարելը արդեն բացահայտվեցավ, բայց փաստը կմնա փաստ, թրական երևույթը այն է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը որպես իսկական հավատացյալ, ոչ թե որպես վարչապետ, իսկական հավատացյալ 8 կամ 9 նվիրյալ եպիսկոպոսներու հետ միացան հայ եկեղեցու բարեկարգման շարժումին եւ ինչ որ շատ կովելի է եւ մենք աղքին միասին իրականացնելու հերանգարներ կան եւ պետք է ասել որ այս ճանապարհորդությունը պիտի շարունակվի որովհետեւ հայ ազգը նոր Հայաստան նոր սպիրտ եւ վերստին սրբազարդված եկեղեցով իր կորձունեությունը պիտի որ շարունակի եւ մենք պետք է ինչպես որ անգլերեն գսեն reverse այդ այսին հետս կոչել այդ վնասակար կորձընթացը երբ հին սպիրտը որ բարեփոխտաբար իր ճանապարհը հարթած է թեպի բացմության աղբանոցը երբ 2020 թվականի 44 օրյայի նախորդին Գրեմլին այնպիսի ապահովեցում կատարած էին, որ Կրեմլը ամեն ինչ կարող է անի Հայաստանի հետ, Արցախի հետ, հայ ազգի հետ եւ անպատասխան պիտի չմնան իր հանցագործությունները, թավաջանական գործունեությունը հայ ազգի հանդեպ։ Սակայն բարեփոխտաբար Բարոն Մխիթարյանի նման, Սեր Խոնար Զարայի նման եւ բազմաթիվ նվիրյալ հրաբարակախոսներ Իսպիրուս աշխարհի եւ հայրենիքներս սկսան բարձրացնել եւ վերստին փաստարել որ հին սպիրտը իզորու չէ եւ այս ռսաստրուկ տաշնակցականները ոչ ալ սորոսականները ոչ ալ ռամգավարները ոչ ալ արշավիր գնջյանները բերսետրակյանները իրենց փդած AGB-ով հայ բարեգործական ընդհանուր միությամբ որը բարեփոխտաբար վերջերս սկսած է գլխավորել Սիմոնյան անունով նվիրյալ զավակը հույսով որ անիգա գվերագանքնի երբեմնի հայ բարեգործական ընդհանուր միությունը գվերագանքնի դբրոցաշինությունը գվերագանքնի Մելքոնյան հաստատությունը որը մասին մոդադենեն հայ կյանքի մեջ բացառիկ թողարկում պիտի իրականացնենք ուրեմն առաջադրանքը սա է հին սպիրտը բացմության աղբանոցին իր բոլոր նախատրյալներով իր բոլոր մասնագից մեղսագիծներով նկարը կտեսնենք էկրանի վրա եւ նոր սպիրտի ժամանումը հոգուտ հզոր հայկական pedagogian